Erasmus+ մեդիա կարողությունների զարգացման ծրագիր ուղղված Հայաստանում առցանց կրթության մեխանիզմների բարելավմանը։ Եվրոպական միությունից ֆինանսավորվող միջոցառումը մեկնարկել է այս տարվա փետրվարին, ընդգրկված են Հայաստանի եւ Մոլդովայի համալսարանները։ Եվրոպական 3 երկիր Գերմանիան, Ֆինլանդիան ու Լիտվան կաջակցեն հեռավարուսուցումը արդյունավետ կազմակերպելու գործում։ Erasmus+ մեդիայի նպատակն է ակադեմիական միջավայրում ներդնել դասավանդման նոր օնլայն մեխանիզմներ։ Չի կարելի 80 րոպե լսարանային դասը համադրելի համարել առցանց կրթության 15-20 րոպեի հետ, որովհետև առցանց կրթությամբ դրանք շատ ավելի սեղմ են, շատ ավելի դինամիկ են, շատ ավելի նոր գործիքներ են կիրառում։ Եվ ահա այս գործիքակազմին մեզ օգնելու են հասնել մեր եվրոպացի գործընկերներին։ Արևելյան գործընկերության երկրներին COVID-ը ստիպեց ձևավորել հեռավարկրթության արդյունավետ մեթոդներ։ Ծրագրի երկրորդ աշխատաժողովին 5 երկրից Հայաստան է եկել 13 պատվիրակ՝ բուհերից, նախարարություններից, ոլորտի, հասարակական կազմակերպություններից։ Համալսարաներում պետք է ստեղծվեն մեդիա կենտրոններ։ Կարևոր է կիրառել արհեստական բանականությունը հեռավար կրթության կազմակերպման համար։ Ծրագրի այսպես շրջանակներում ստեղծված մեդիա կենտրոնում մենք նախատեսում ենք ունենալ մի կենտրոն, որտեղ կարող են վերապատրաստվել մեր բոլոր դասախոսները, զարգացնել կարողություններ, թե ինչպես ստեղծել առցանց կուրսեր, ինչպես նպաստել դրանց առաջխաղացմանը, ինչպես ընտրել թիրախային լսարան։ Եվրոպացի գործընկերները պատրաստ են իրենց հաջողված փորձը տեղայնացնել Հայաստանում։ Միաժամանակ այստեղի դասախոսներին կհյուրընկալեն իրենց երկրներում վերապատրաստելու համար։ Գործընթացում ներգրավվել են IT մասնագետների, կսովորեցնեն նկարահանել դասախոսությունները, տեխնիկական հմտություններ սոցիալական հարթակներում։ Հույս ունենք, որ մեր ավարտողները կվերադառնան մեր բնագավառ կատարելագործվելու եւ ավելի լուրջ աշխատանքներ կատարելու։ Մենք բաց ենք բոլորի համար եւ կարող ենք ընդգրկել նաեւ մասնագետներ, ովքեր իրենց լավ առաջարկներով կարող են մեդիա կենտրոնը դարձնել ավելի հզոր։ Քառամյա ծրագրի մասնակիցները վստահ են կայուն եւ երկարաժամկետ գործընկերությունը կնպաստի նաեւ տեխնոկրթությանը։ Հայաստանից այս պահին ծրագրին միացել է 3 բուհ՝ Պոլիտեխնիկը, Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Վանաձորի համալսարանը։ Վահե Դավթյան, Արամ Հարությունյան, լուրեր։